Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200,000 դրամի չափով։ Օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու Փարաքարի այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Անհետ կորածների ծնողները Արսեն Թովեսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ խաբելու համար պատասխան տալու, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Օրաթերթը նաև գրում է. Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին անիվ հիմնադրամի մոտ 25 միլիարդ դրամի փոշիացման գործով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրի և Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են։ Չնայած ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+ կծիքի, քանի որ դասական հայկական ընտրություններ էին կազմակերպել, հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով վարչական լծակների կիրառմամբ։ Փաշինյանը հույս ունի, որ ոմանց զոհաբերելով 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա, հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում չիստ կանի, ազատելով օրինակ Անդրանիկ Քոչարյանին ու Վիլեն Գաբրիելյանին, հայտնում է Հրապարակ օրաթերթը։ Օրաթերթը նաև գրում է. Ընտրությունների օրը կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի մերձավանի շտաբում և նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օձ թռցնել, իսկ վերջում հրավառություն՝ ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Օրաթերթին հասած լուրերի համաձայն պարեկները կեսգիշերն անց գնացել և տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին հրավառություն կազմակերպելու համար։ Օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա նվիրված Հայաստանի ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Փաստի տեղեկություններով իրազեկման այս ակցիան նախաձեռնել և կազմակերպել է Եվրասիա ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News Spike-ում։